Բարև ձեզ հարգելի խաղաղորներ, սա քիշմիշ խելովինն է, ամերիկյան սորտը, սա ես տարվա դրած պատվաստն է, դրել եմ չորի վրա ապրիլի 24-ին, ինչ կտամ, մինուս հատվածը տեսնեք հիմքի մասում, ոնց հաղաճել է, սա մայրվազի հատվածն է, սա արդեն դրած պատվաստն է, տարբերությունը զգում եք, կրկնակիից ավել մտածել է, ես քանի ճուղ տվել, 1, 2, 3, 4, 5, 6, 7, ու հաշվեմ մանրերներով երևի հիմքից 10 ճուղ տվել, ու 10 մետրից ավել աճել է, հիմա ձեզ սա գալիք տարի ինչքան բերք է տալու, հիմա էլ է տվել, բայց մի մասը առաջի բերքը թորներս կերել են, ներքևում է եղել, որտեղ բոյը հասել է, քաղել են, սա երկրորդ բերքն է, սկումից որ ցույց տվեցի, նա երրորդ բերքն է, նայեք ճուղը քանի մետր է գնացել, նա հիմքն է, հիմքից եկել է, գնացել ու երևի ինչքան 10 մետրից ավելու աճել է, ամենաարդյունավետ ձևն է, չորի վրա պատված դնել է, սա դրել եմ ապրիլի 24-ին և նման ձևով աճել է, առաջի անգամ դնում եմ մարտի կեսերից հետո, ուրեմն ճուղը կտրում եմ, մայրվազի ճուղը, ներքևի մասին է, որտեղ ներքևն ավելի շուտ արացում, քան ստե վերևը, 2-3 օրը մեկ մատով ստգում եմ, եթե կտրած տեղը արդեն խոնավացել է, նշանակում է պատվաստնելու ժամանակն է, մայրվազի ճուղը կտնում եմ 2 աչք վերև, եթե առաջի դրած պատվաստը չկպավ, արդեն ես տակը մի հատ տեղ ունեմ պատվաստ դնելու, ապրիլի 3-րդ տասնյակին դնում եմ երկրորդ պատվաստը, նա էլ եթե չկպավ, մայիսի 20-ին դնում եմ երրորդ պատվաստը արդեն կանաչ ճյուղի վրա, էլի չորն եմ դնում, կանաչի վրա լավ չի կպնում, կախված է տարվա եղանակներից, եթե 10 օր հով եղանակ արես կպնի, եթե չէ շոկ արես ոչ մի դեպքում չի կպնելու, իսկ չորի վրա բոլոր դեպքերում կպնում է։